Սուրճ ու սեր առավոտից։ Բարի լույս ու բարի գալուստ հանրային ռադիոյի առաջին ծրագիր, մենք ուրախ ենք միասին սկսել նոր աշխատանքային օր հանրայինի ուղիղ եթերում։ Սուրճ ու սեր առավոտից սկսում ենք ես եւ Սևակ Հակոբյանը, Վեգա Անդրեսյանն է նաեւ ձեզ հետ, որը սկսել է պայքարել սեզոնային վիրուսի դեմ եւ կարծես թե այսօր արդեն սկսում է հաղթել, այնպես որ իմ տարօրինակ ձայնը հանդուրժելուն կարծում եմ մնաց միայն առաջիկա 1.5 ժամը։ Եվս մեկ անգամ, ինչպես երեք առողջություն ենք մաղթում այն մարդկանց, ովքեր ունեն դրա կարիքը եւ հիշեցնում այսօր հոկտեմբերի 23-ն է, օրը 5-շաբթի, աշխատանքային շաբաթվա ավարտին 1 օր է մնացել, իսկ այսօրվա առավոտը մենք միասին կփորձենք ելի դրական լիցքերով անցկացնել, լսել լավ երաժշտություն, հետաքրքիր լուրեր քննարկել, հետաքրքիր թեմաների անդրադառնալ եւ որ ամենակարևորն է օրվա անհրաժեշտ տեղեկատվության պաշարը փոխանցել ձեզ։ Իհարկե կունենանք նաև հյուրեր հետաքրքիր թեմաներով եւ այդ ամենին դուք կարող եք հետևել ոչ միայն լսելով, այլև դիտելով, քանի որ ուղիղ հեռարձակմամբ մեզ հնարավոր է նաև դիտել մեր Facebook-յան էջում եւ կայքում armradio.am երկու հարթակներում էլ գործում են նաև զրուցարաններ, որտեղ կարող եք թողնել ձեր մեկնաբանությունները։ Այնպես որ կսպասենք ձեր մեկնաբանություններին, ձեր հեռախոսազանգերին 553702 մեր ուղիղ կապի հեռախոսահամարն է, հիշեք այն, մտապահեք այն, մեր մշտական ռադիոլսողները անգիր գիտեն, զանգահարում են, ովքեր առաջին անգամ են մեզ լսում, կարող են ելի մեզ միանալ, զանգել, բարեմաղթանքներ, ողջույններ, մտահոգություններ, մենք պատրաստ ենք լսել ձեզ։ Իսկ հիմա առաջարկում ենք լսել մի երգ, որը ընդամենը 1 ժամ առաջ թողարկել է Սելենա Գոմեսը ամուսնությունից օրեր անց։ Ահա, առաջին երգը տեսնենք ինչպես է ամուսնությունը ազդել։ Տիկին Բլանկոն։ You're drunk, cover it up in a sea of emotional waves, but I can still see you. If there was no consequence, would you still be on defense? Don't you forget it. I know you better than you know you. Your loves are mine too, and I'll be there when you lose yourself to remind you of who you are. And I'll be there like nobody else. You're still beautiful in the dark. Oh, giving your love, keep giving your love, never giving you up. Keep giving your love, but don't look away from me. I'll be there when you lose yourself to remind you of who you are. Breathe with your fingertips. Fill up my lungs with your kiss. I'd be a liar if I said that your weight didn't weigh on me. But I'm treading lightly. Wake up, your world, come melt away with me. Out of your ways, you know I'll set you free. And I'll wait up, love, while you can't sleep, love. 'Cause all my life's lying where you are. And I'll be there when you lose yourself to remind you of who you are. And I'll be there like nobody else. You're still beautiful in the dark. Oh, giving your love, keep giving your love, never giving you up. Keep giving your love, but don't look away from me. I'll be there when you lose yourself to remind you of who you are. Show me the side that you're hiding from. Let me inside, baby, I won't run. Nothing about you I can't take. Show me the way that your heart breaks. Show me the side that you're hiding from. Let me inside, baby, I won't run. Show me the way that your heart breaks. Oh yes, no. And I'll be there when you lose yourself to remind you of who you are. And I'll be there like nobody else. You're still beautiful in the dark. Oh, giving your love, keep giving your love, never giving you up. Keep giving your love, but don't look away from me. I'll be there when you lose yourself to remind you of who you are. Սուրճ ու սեր առավոտից։
Սելենա Գոմեսի նոր երգով սկսեցինք մեր առավոտը, մթության մեջ այսպես է կոչվում երգը, նոր ամուսնացած երգչուհին ինչու է այս թեմայով երգ թողարկել, դեռ կպարզենք, իսկ մենք շարունակենք մեր առավոտը եւ եւս մեկ անգամ ձեզ հիշեցնենք, մեզ կարող եք տեսնել նաեւ մեր երկու հարթակներում armradio.am եւ Հանրային ռադիոյի Facebook-յան էջ։ Մեզ շատ ուրախացնում են ձեր մեկնաբանությունները, զանգերը, այնպես որ փորձենք եթերը հնարավորինս ինտերակտիվ դարձնել, անպայման կապ հաստատեք մեզ հետ, մենք սիրով եթերում կարդում ենք նաեւ ձեր մեկնաբանությունները։ Իսկ այժմ ժամանակն է, որ ծանոթանանք թե մեզ ինչ է սպասվում այսօր եղանակին, ինչ է կատարվում ավտոճանապարհներին եւ մնացած անհրաժեշտ տեղեկատվությունը։ Մինչեւ այդ վեգա արդեն հասցրից ստուգել մեկնաբանություններ ունենք, Կարինե Մկրտչյանը գրել է բարի առավոտ բոլորին, աշնանային մեղմ, գեղեցիկ եւ արևշատ օր եմ մաղթում, շնորհակալ ենք։ Էդիկ Բաբուջյանը մեր մշտական ունկնդիրներից գրել է բարի լույս, սիրելի հանրայինի Աստղեր, Վեգա ջան, այսօր ձայնդ մի տեսակ է քեզ առողջություն, բաբոր երեք լսեք։ Իսկապես ես նույնպես ճակերտներում ասած զոհն եմ այս սեզոնին այդքան տարածված վիրուսներին, այնպես որ եւս մեկ անգամ առողջություն ենք մաղթում բոլորին, մի, ինչպես ասում են մեր մայրիկները, տատիկները, մի խաբվեք եղանակին եւ արևին, հետևեք ձեր առողջությանը եւ փորձեք օրվա ընթացքում ձեզ հետ ունենալ նաեւ տաք վերնահագուստ։ Եվ այսպես սահուն անցում կատարենք եղանակին հանրապետության տարածքում այսօրվանից մինչև հոկտեմբերի 25-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին արևմտյան է 2-ից 5 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 23-ին, այսինքն այսօր կբարձրանա 3-ից 5 դնիշով, սա լավ լուր է։ Մայրաքաղաքում եւս կարճատև անձրև է այսօր սպասվում։ Եվ խոսենք ջերմաստիճանից, ցերեկը այսօր առավելագույնը կլինի 22 աստիճան, երեկոյան 16, իսկ գիշերը 11։ Այս պահին էլ հեռախոսային հավելվածը ցույց է տալիս, որ մեր մայրաքաղաքում թարմանա հավելվածը 13 աստիճան տաքություն է, մասամբ անպամած, բայց լավ եղանակ է հաշվի առնելով հոկտեմբերի 23-ը եւ 22 աստիճան տաքությունը երանելի է։ Այո, ձմռանը շատ քիչ ժամանակ մնաց, այնպես որ իսկապես ես նույնպես գոհ եմ եղանակից։ Մինչ Սևակը կթարմացնի հասկանալու համար թե ինչ է կատարվում Երևանյան ավտոճանապարհներին, ես ասեմ, որ Հայաստանի Հանրապետության ընդհանուր տարածքում Երևանից դուրս դրանք հիմնականում անցանելի են, բացառությամբ Կորեայի ձորի, որը շարունակում է փակ մնալ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, Ստեփանցմինգդալ-Լարս ավտոճանապարհը նույնպես բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, այս մասին հայտնում է Փրկարարծառայությունը։ Թարմացնենք խցանումային քարտեզը, րոպեներ առաջ խցանումային նիշը 5 էր, այժմ եւս 5 է շարունակում պահպանվել։ Վեգան 3 հիշեցրեց, որ դպրոցական արձակուրդներ են, ահա դա է պատճառը, որ մայրաքաղաքում երթևեկությունը բավականին թեթև է այս ժամերին 6, 7, 8 արդեն սովորական է դառնում, այնպես որ 5-ի դեպքում կարող ենք մի փոքր թեթև շունչ քաշել։ Այո, ես նույնպես ինձ թույլ տվեցի տանից 10 րոպե ուշ դուրս գալու ջոխությունը, իսկ հիմա ծանոթանանք նաև օրվա փոխարժեքին ամերիկյան դոլարն այսօր համարժեք է 382 դրամի եւ 51 լումայի, 443 դրամ եւ 18 լումա է 1 եվրոն, ռուսական ռուբլին 4 եւ 6, 141 դրամ 23 լումայի է համարժեք վրացական լարին, բրիտանական ֆունտ ստերլինգը 592 եւ դիրհամը համարժեք է 104 դրամի եւ 12 լումայի։ Եթե այսօր պլանավորում եք ֆինանսական գործարքներ իրականացնել, նկատի ունեցեք։ Ահա, սա այն կարևոր տեղեկատվության պաշարը, որ ներկայացնում ենք ձեզ եթերաժամի սկզբին, քիչ անց նաեւ կտեսնենք ինչ կա հոկտեմբերի 23-ի օրացույցում, բայց մինչեւ այդ առանձնացրել ենք մեկ երգ մեր մանկությունից, չէ, պատանեկությունից կարելի է ասել, արի այս երգը լսենք եւ առանց դեռ օրացույցը թերթելու արդեն մեզ համացանցը խաբար տվեց, որ երգչուհի Սիլվա Հակոբյանի ծննդյան օրն է այսօր, այնպես որ շնորհավորում ենք նրան։ Վերջ ավարտվեց մի պատմություն ու դարձավ հիշողություն հուշերի անհակ ծովում սեր դու չգիտեմ ինչու հանգարց սերը իմ հանդեպ տածած համարում ես ավարտված ինձ ասա որ սուտ է այս ամենը խաղեր ընդամենը ուրիշ ոչինչ հավատա որ սերը իմ անմար է այն լոք ես ամար է վերադարձի բաժանումն անջատել հեռախոս
որոշումդ կայացավ թողեցիր ու հեռացար չկարծես թե մոռացա քեզ երազում քեզ սուր կգան կզանգեմ ամեն անգամ որ գոնե ձայնով քեզ կան ինձ ասա որ սուտ է այս ամենը խաղերն քամենը ուրիշ ոչինչ հավատա որ սերը իմ համար է այլո քեզ համար է վերադարձի հերու 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 հերուն հեռացար եւ բարևս մոռացար քեզ համար ես ով եմ մեր սիրո մեջ ով եմ մի ապի ես մի ուսին էլ դու անցար հերու 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 հերուն հեռացար եւ բարևս մոռացար քեզ համար ես ով եմ մեր սիրո մեջ ով եմ մի ապի ես մի ուսին էլ դու անցար հերու 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 հերուն հեռացար եւ բարևս մոռացար քեզ համար ես ով եմ մեր սիրո մեջ ով եմ մի ապի ես մի ուսին էլ դու անցար հերու 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 հերուն հեռացար եւ բարևս մոռացար քեզ համար ես ով եմ մեր սիրո մեջ ով եմ մի ապի ես մի ուսին էլ դու անցար Եվս մեկ անգամ շնորհավորում ենք Սիլվա Հակոբյանին եւ բոլոր նրանց, ովքեր ծնվել են այսօր եւ շարժվենք առաջ, այժմ տեսնենք թե ինչ կա լրահոսում, միջազգային, ինչ է կատարվում աշխարհում, Վեգա, ինչ կասես։ Կարծում եմ արվեստի սիրահարներին հատկապես կհետաքրքրի այս նորությունը, բոլոր նրանք, ովքեր հանդիսանում են Տակասի Մուրակամի արվեստի երկրպագուն, եթե հանկարծ անունը ձեզ ոչինչ չասած, վստահաբար նրա ստեղծագործություններից մի քանիսը հաստատ տեսել եք, այն հայտնի գունավոր ծաղիկներն են, որոնք շատ հաճախ այսպես ուռուցիկ ծաղիկներ են հիմնականում նրա արվեստի կենտրոնում եւ շատերը այս ստեղծագործությունները նկատում են, հավանում են առանց իմանալով, որ սրանց հեղինակը ճապոնացի հայտնի նկարիչ արվեստագետ Տակասի Մուրակամին է եւ հիմա շատ մեծ աղմուկ է բարձրացել համացանցում, որովհետեւ արվեստագետը արդեն երկրորդ անգամ համագործակցել է հանրահայտ Louis Vuitton բրենդի հետ։ Դեռ տարիներ առաջ նրանք արդեն ունեցել էին համագործակցություն շուրջ 2003 թվականին, եթե չեմ սխալվում, այն ժամանակ շարքը կոչվում էր Monogram Multicolor, այն ժամանակ նորաձևության տունը ղեկավարում էր Marc Jacobs-ը եւ այնքան լեգենդար եւ անգլերեն տերմին կա, չէ, iconic հավաքածու էր ստացվել, որ բոլորը երկար տարիներ դեռ քննարկում էին սա եւ հավաքածուն որպես արդեն վինտաժային նմուշներ շարունակում էր վերավաճառվել տարբեր resale կայքերում եւ այս տարի օրեր առաջ, այսինքն նորաձևության տունը դիզայների հետ որոշել են արվեստի երկրպագուներին մեծ անակնկալ մատուցել եւ վերաթողարկել են, վերստեղծել են այս հավաքածուն ել ավելի հետաքրքիր, ավելի ժամանակակից մոտեցմամբ, բազմաթիվ նոր նմուշներով, բնականաբար դրանց գներին անդրադառնալ կարծում եմ նույնիսկ չարժե, որովհետեւ սրանք արվեստի նմուշներ են եւ հավաքածուների մաս են կազմելու, հետեւաբար շատ թանկ արժեն, կարծում եմ նույնիսկ այն մարդիկ, որոնք գնում են այս պայուսակները, հազվադեպ են կրում դրանք կամ ինչ որ հատուկ ցուցադրությունների ընթացքում, որովհետեւ սրանք ինչպես արդեն նշեցի, հավաքածուների մաս են սովորաբար կազմում եւ հետագայում տարիներ անց հնարավոր է լինում շատ թանկ արժեքով վերավաճառել, որպեսզի պատկերացնես, պայուսակների հավաքածու է սա եւ մեկ պայուսակի համար պահանջվել է 75 օր, որպեսզի ստեղծվի յուրաքանչյուր պայուսակը եւ սեվակ, քանի որ շատ հաճախ ենք խոսում այն մասին, որ AI-ը, ժամանակակից տեխնոլոգիաները ամեն ինչ փոխել են, ոմանց համար հեշտացրել են, ոմանց համար բարդացրել են։ Նշեմ, որ Մուրակամին նույնպես այս մասին խոսել է, նա ասել է, որ իրեն շատ զարմացրել է, թե այսքան տարիների ընթացքում տեխնոլոգիական ինչ առաջընթաց է տեղի ունեցել եւ նույնիսկ բրենդը, այսինքն նորաձևության ոլորտը որքան է փոխվել եւ որքան է ամեն ինչ պարզացել, այսպես ասած, եւ որ 10 տարի առաջ, 20 տարի առաջ, այսինքն երբ
նրանք փորձում էին այդ ամենը իր գործերը, ստեղծագործությունները հավաքել պայուսակի վրա, ամեն ինչ շատ ավելի բարդ էր տրվում եւ հիմա շատ ավելի պարզ է եղել եւ այս հայտարարությունից հետո ինձ մնում է միայն հետաքրքրվել, թե եթե այս Մուրակամի պնդմամբ պարզ մեթոդներով մի պայուսակի ստեղծումը տևել է 75 օր, ապա որքան են աշխատել նրանք այդ պայուսակի վրա տարիներ առաջ, երբ տեխնոլոգիական նման առաջընթաց դեռ չկար։ Շարունակենք հազվագյուտ եւ թանկարժեք իրերի մասին պատմությունները եւ ասենք, որ պատմության մեջ վաճառվել է ամենահազվագյուտ եւ թանկ համարվող Rolex ժամացույցներից մեկը, որը 6062 պիտակն է կրում, այն Մոնակոյի աճուրդում է վաճառվել եւ գինը կազմել է 5.5 միլիոն եվրո, մոտավորապես 6.2 միլիոն դոլար է կազմում, Վեգայի ասած օրվա փոխարժեքով եթե փոխենք, սա իսկապես համարվում է հազվագյուտ, որովհետեւ 20-րդ դարի կեսերի մոդել է համարվում եւ դրանից արտադրվել է աշխարհում ընդամենը 350 հատ եւ կոնկրետ այս ժամացույցը հետաքրքիր պատմություն ունի, այն ժամանակին մասնակցել է տարատեսակ կարևոր աճուրդների եւ դրա վերադարձը շուկա մասնավոր սեփականությունից հետո ու գերազանց վիճակը մեծ ողջավորություն է առաջացրել եւ ահա ինչպես նշեցի աճուրդում Monaco Legends աճուրդում 5.5 միլիոն եվրոյով վաճառվել է, ով որ գնել է բարով օգտագործեք։ Հրաշալի է, որ այն Լուվրում չի պահվել, ինչպես ասում են վերջին օրերի մեմերը անընդհատ համացանցում շրջանառվող եւ իսկապես զարմանալի է, թե ոմանք որքան գումար են պատրաստ տրամադրել որևէ զարդի կամ հավաքածուների մի մասի, չնայած անցած թե նախանցած տարի 2 թե 3 միլիոն դոլարով վաճառված բանանը կարծում եմ հնարավոր բոլոր խոսելով զարմանալի երևույթների մասին չենք կարող չանդրադառնալ վերջին շրջանում համացանցում շատ տարածված եւ քննարկվող մի թեմայի արևմուտքում ծնվող խեղճ երեխաների անունների։ Այո, եթե ժամանակին կար անունների կոնկրետ ցանկ, որից օգտվում էին մարդիկ, ապա հիմա հատկապես արևմուտքում ինչ անուն ասես, որ չեն հնարում, ժամանակին Քիմ Քարդաշյանն էր, չէ՞, քննարկողների շարքում, որ իր երեխաներին կոչեց North, էլ ինչ կար Cardi B-ն օրինակ իր երեխային կոչել է Culture, այսինքն մշակույթ, Beyoncé եւ Jay-Z դստեր անունը Blue Ivy է, կապույտ լիճ մոտավորապես թարգմանաբար։ Եվ հիմա շարունակվում է այս տրենդը եւ համացանցում կա մի զույգ, հատկապես TikTok-ում են նրանք հայտնի իրենց խոհարարական տեսանյութերով, Քորի եւ Լեա անունով, վերջերս երեխա են ունեցել եւ երեխայի անունը հայտարարող տեսանյութը համացանցում լուրջ քննարկումներ է բորբոքել, քանի որ նրանց ընտրությունը շատ հետևորդներ անհետ են համարել եւ ինչ են դրել նրանք երեխայի անունը։ Տղայի անունը Adventure թարգմանաբար նշանակում է արկած եւ հետևորդները գրել են, որ սա անհեթեթ է, դուք երկուստ էլ խելագար եք, ինչպես կարելի է երեխայի անունը դնել արկած։ Իդեպ էլի կան ինֆլուենսերներ, որոնք 4 երեխա ունեն արդեն եւ որոնց երեխաների անունները քննարկվում է, խոսքը վերջին շրջանում այսպես շատ հայտնի դարձած Նարա Սմիթի եւ նրա ամուսին Lucky Blue Smith-ի երեխաների անունն է եւ սեպտեմբերի 27-ին որոշ ժամանակ առաջ ծնվեց նրանց դուստրը եւ մինչ այդ Նարան անուններ էր քննարկում եւ համացանցում առաջարկում էր իրեն օգնել եւ մարդիկ արդեն իմանալով նրա նախկին ներողություն եմ խնդրում նախապես մինչ այդ ընտրած անունները արդեն զարմանում էին եւ ծաղրում էին, թե օրինակ ինչ կլինի այս դեպքում աղջկա անունը, որովհետեւ առաջնեկի անունը նրա Rumble Honey Smith էր, մեղրի անուն էր օգտագործել, Fauny Golden Smith է ընտրել վերջին երեխայի անունը, ինչպես արդեն ասացի, շատ կան տարօրինակ անուններ, որոնք նախընտրում են հայտնի մարդիկ, օրինակ Gwyneth Paltrow եւ Chris Martin-ի դստեր անունն էլ Apple է, խնձոր։ Այո, այնպես որ հայտնիների շրջանում սա կարծես թե այնքան էլ զարմանալի երևույթ չէ, հիշենք նաև Kylie Jenner-ի երեխաների անունները, դրանք նույնպես բավական հետաքրքիր են, Stormy թարգմանաբար փոթորիկ, այո, մոտավորապես փոթորկոտ, այո, եւ Airy, եթե չեմ սխալվում, օդային, այսպես ասած։ Հուսանք այս տրենդը չի գա Հայաստան, տեղից էլ մենք դեռ վաղուց շատ տարօրինակ անուններ ենք ժառանգել մեր տատիկներից եւ պապիկներից, սա
այս մասով եւ երեք նաեւ մեկ ցավալի լուր տարածվեց Ազնավուր ընտանիքը հայտնեց որ մահացել է Շարլ Ազնավուրի սիրելի քույրը Այդա Ազնավուր Կարվարենցը Այդան խաղաղությամբ լքեց այս աշխարհը 102 տարեկանում թողնելով գեղեցիկ ապրած կյանք լի սիրով ուժով եւ ընտանիքի հանդեպ նվիրվածությամբ սա կարդում ենք Ազնավուրների ընտանիքի տարածած հայտարարությունում նրանք գրել են որ սրտերը վշտացած են բայց լի երախտագիտությամբ Այդայի հետ միասին անցկացրած տարիների համար նրա սերն ու ջերմությունը միշտ կմնան մեզ հետ 102 տարեկան պատկառելի տարիքում է հեռացել բայց յուրաքանչյուր տարիքում էլ ցանկացած ընտանիքի համար իրենց հարազատի կորուստը ցավալի է Բնականաբար այնպես որ ուժ մաղթենք ընտանիքի անդամներին եւ լսենք Շարլ Ազնավուր Vers les docks où le poids et l'ennui me courbent le dos. Ils arrivent le ventre alourdi de fruits, les bateaux. Ils viennent du bout du monde apportant avec eux des idées vagabondes, reflets de ciel bleu, de mirages. Traînant un parfum poivré de pays inconnus et d'éternels étés où l'on vit presque nu sur les plages. Moi qui n'ai connu toute ma vie que le ciel du Nord. J'aimerais débarbouiller ce gris environ de bord. Emmenez-moi au bout de la terre, emmenez-moi au pays des merveilles. Il me semble que la misère serait moins pénible au soleil. Dans les bars à la tombée du jour avec les marins. Quand on parle de filles et d'amour, un verre à la main. Je perds la notion des choses et soudain ma pensée m'enlève et me dépose un merveilleux été sur la grève. Où je vois tant dans les bras l'amour qui comme un fou court au devant de moi et je me pends au cou de mon rêve. Quand les bars ferment que les marins rejoignent leur bord. Moi je rêve encore jusqu'au matin debout sur le port. Emmenez-moi au bout de la terre, emmenez-moi au pays des merveilles. Il me semble que la misère serait moins pénible au soleil. Un beau jour sur un rafio craquant de la coque au pont. Pour partir, je travaillerai dans la soute à charbon. Prenant la route qui mène à mes rêves d'enfant sur des îles lointaines où rien n'est important que de vivre. Où les filles alanguies vous ravissent le cœur en tressant ma tondie de ces colliers de fleurs qui enivrent. Je fuirai laissant là mon passé sans aucun remords. Sans bagage et le cœur libéré en chantant très fort. Emmenez-moi au bout de la terre, emmenez-moi au pays des merveilles. Il me semble que la misère serait moins pénible au soleil. Emmenez-moi au bout de la terre, emmenez-moi au pays des merveilles. Il me semble que la misère serait moins pénible au soleil. La, 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 di, la, 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 di, la, la, di, la, 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 di, la, la, di, la, la, di, la, la, di, la, Սուրճ ու սեր առավոտից։ Ինանց 54 շարունակում ենք մեր ուղիղ հեռարձակումը, րոպեներ անց արդեն միանալու ենք ռադիոլուրին եւ լսելու վերջին ժամի թարմնորությունները, բայց մինչեւ այդ տեղեկացնենք, թե ինչի մասին ենք խոսելու եթերաժամի հաջորդ հատվածում։ Մենք արդեն ձեզ պատմել ենք մի կարևոր նախաձեռնության մասին, որով հանդես է եկել Նազիկ Աբդալյանը եւ խոստացել էինք, որ այս առիթով անպայման փորձելու ենք նրան հյուրընկալել եւ խնդրել, որպեսզի ներկայացնի մանրամասները եւ նաեւ մեզ պատմի, թե ինչպես կարելի է աջակցել գուցե այս նախաձեռնությանը, այնպես
այնպես որ այսօր մեր հյուրերից մեկը լինելու է հենց նա։ Այո, խոսքը սպորտի զարգացման հիմնադրամի մասին է, որը ստեղծել է ծանրամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը, կիմանանք այս հիմնադրամի գործունեության մասին եւ նաեւ կխոսենք Երևանում այս պահին մշակութային մեկ կարևոր իրադարձության մասին, որը օրերս մեկնարկել է եւ շարունակվում է ակտիվորեն, խոսքը 17-րդ ՌԵԱ անիմացիոն եւ պատկերապատման ֆիլմերի փառատոնի մասին է։ Այո, փառատոնի ընթացքում շարունակում են ցուցադրվել հետաքրքիր եւ շատ հրաշալի մուլտֆիլմեր, անիմացիոն ֆիլմեր, զուգահեռ հետաքրքիր այլ միջոցառումներ, օրինակ կոմիքսների ցուցադրություն, մի խոսքով այս տարի նույնպես ինչպես ամեն տարի փառատոնը շատ հագեցած է, այնպես որ այս մասին էլ մեզ կպատմի Դիանա Մարտիրոսյանը։ Այո, կինոքննադատ, լրագրող, համացանցում նրան շատ հաճախ կտեսնեք ֆիլմերի մասին խոսելիս, այնպես որ եթերի հաջորդ հատվածում անդրադառնալու ենք այս թեմաներին, այս պահին մեր եթերում գովազդային դադարից հետո կվերադառնանք եւ արդեն կխոսենք լուրերից, մեր տաղավարում կլինի ռադիոլուրի մեր գործընկերը։ Գովազդ, այո, հիմա գովազդ։ Սուրճ ու սեր առավոտից։ Ինանց 57 շարունակում ենք մեր ուղիղ եթերը, հիշեցնենք մեզ կարող եք դիտել նաև մեր երկու հարթակներում armradio.am սեղմ եք դիտել եթերը կոճակի վրա եւ կարող եք տեսնել նաև մեր վիզուալ պատկերը, նույնը կարող եք անել նաև մեր Facebook-յան հարթակում, լայվը ավանդաբար գործարկված է եւ այստեղ մեր ռադիոլսողները շարունակում են ակտիվորեն մեկնաբանություններ գրել։ Վարդիշահ Նանո Խաչատրյան էջից ունենք բարեմաղթանք, բարի առավոտ, սիրելի ռադիո Աստված օրհնի բոլորիս, շնորհակալ ենք, այո, թող Աստված օրհնի բոլորիս, շնորհակալ ենք, որ մեզ հետ եք, շարունակեք, մինչև 11-ը մենք կլինենք ուղիղ եթերում։ Իսկ հիմա արդեն կարևոր տեղեկատվության ժամանակն է, ռադիոլուրի մեր գործընկեր Արմինե Գևորգյանն արդեն տաղավարում է, բարի լույս Արմինե։ Բարի լույս գործընկերներ ջան։ Ինչպիսին են այսօր լուրերը, տրամադրությունը բարձր է թե մտահոգի։ Լուրերը միշտ մտահոգիչ են։ Դուք տրամադրություն եք փոխանցում ռադիոլսողին, ես գալիս եմ լուրերով մտահոգում եմ ռադիոլսողին, դե հիմա այդպես է։ Իրականում կարծում եմ տեղեկացված լինելը անկախ լուրերի բովանդակությունից շատ կարևոր է, այնպես որ ձևակերպենք, որ մենք պատրաստում ենք ռադիոլսողին, որպեսզի դու գաս տեղեկացված լինես, այո։ Արմինե, խոսեցինք մի քանի միջոցառումներից, որոնք մայրաքաղաքում մեկնարկել են, դու ակտիվ թե քաղաքացի ես մշակութասեր, թե լրագրող, վերջին կարևոր իրադարձությունը, որին մասնակցել ես մշակութային, որն է։ Ոյ, վերջին կարևոր իրադարձությունը աշխարհարչակ տենորի համերգը, դա ֆանտաստիկայի ժանրից էր, այո, էներգիա, ամեն ինչ կար այդ համերգի ընթացքում, համերգի ժամանակ մեր պետական նվագախմբի, ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ շատ լավն էր, այդպես հիմա տեսնենք հաջորդը ուր կլինի։ Կա մի բան, որին արդեն անհամբեր սպասում ես։ Համերգ, ցուցահանդես, ֆիլմեր։ Ես միշտ համերգ, հետաքրքիր ներկայացումների եմ սպասում ու գտնում եմ այդ ներկայացումները գնալ, դիտել, նայել, մի փոքր կարողանում ես այս լուրերի, մտահոգիչ լուրերի առօրյայից ծրվել ներողություն, ծրվել մտահոգիչ լուրերի առօրյայից ու այդ քեզ մի տեսակ ուրիշ ստիմուլ է տալիս։ Բայց նման մի բան կա, չէ՞, երբ անգամ գնում ես որպես հանդիսատես, տեսնում ես լավ միջոցառում, մտովի պատկերացնում ես դու դա ոնց կդասաբար։ Գիտեք ինչն է խնդիրը, երբ որ ես գնում եմ հիմա որևէ միջոցառում, ինձ միշտ բռնացնում եմ այն մտքին, որ ես սկսում եմ դա նայել ոչ որպես սովորական հանդիսատես, ներողություն եմ խնդրում հանդիսատեսից, սկսում եմ որպես լրագրող նայել ու դա ինձ խանգարում է, ես չեմ կարողանում այդ ընկալել։ Բայց երբ որ ես գիտեմ, որ ես այդ միջոցառումը չեմ լուսաբանելու, այդ ավելի լավ է լինում։ Իհարկե։ Անցնենք լուրերին, ժամը 10-ն է մոտենում, տեսնենք ինչ է կատարվում Հայաստանում եւ աշխարհում։ Հայաստան
Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, հանրայինի եթերում լրատվության ժամը, եթերում ռադիո լուրն է, խոսափողի մոտ Արմինե Գևորգյանն է։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների երկկողմ կլոր սեղան քննարկման մասնակիցների հետ։ Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում նման ձևաչափ ընդգրկող հանդիպումների անցկացումը, որոնք միտված են դրականորեն ազդելու մարդկանց միջև շփումների հաստատմանը։ Խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ հանրության տարբեր շերտերի ներգրավումը միմիայն ամրապնդելու է խաղաղությունը։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ընդգծել են նման նախաձեռնությունների շարունակականության կարևորությունը ուղղված փոխվստահության եւ համագործակցության ամրապնդմանը։ Հանդիպման երկրորդ հատվածում անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել է ներկաների հասցեին։ Ըստ աղբյուրի ադրբեջանական կողմից ի թիվս այլոց ներկա է եղել նաեւ Դիլարա Էֆենդիևան։ Նա փաստերի ստուգման հարթակի ուշադրության կենտրոնում էր հայտնվել դեռևս 2022 թվականի դեկտեմբերից, երբ ադրբեջանցի այսպես կոչված էկոակտիվիստները արգելափակել էին այն ժամանակ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորքերի վերահսկողության տակ գտնվող Լաչինի միջանցքը։ Ադրբեջանում կալանավորված Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է իր փաստաբանից, նրա ընտանիքի փոխանցմամբ Վարդանյանը որոշումն ընդունել է հարկադրված, նշելով, որ դատարանում խախտվում են ինչպես միջազգային իրավունքի նորմերը, այնպես էլ Ադրբեջանի դատա իրավական օրենսգիրքը։ Այս լսումները վերածվել են բացահայտ ֆարսի, այս պայմաններում պաշտպանության բոլոր դատաիրավական հնարավորությունները սպառված են, ասել է Վարդանյանը։ Նրա խոսքով իրեն թույլ չեն տվել ծանոթանալ գործի նյութերին եւ մեղադրական եզրակացությանը, իսկ դատարանում պաշտպանվելու հնարավորություն փաստացի չի տրվել։ Իմ բոլոր միջնորդություններն անտեսվել են քննչական մարմինների եւ դատարանի կողմից, մերժվել է նաեւ վկաների հրավիրման միջնորդությունը, որոնք կարող էին պարզաբանել գործի հանգամանքներն ու հաստատել պաշտպանության համար կարևոր փաստերը։ Ժամանակի ընթացքում իրավիճակը միայն վատթարացավ։ Նա նաև հավելել է, որ ստեղծված իրավիճակում պաշտպանի դերը անկախ նրա ցանկությունից եւ ջանքերից սահմանափակվում է միայն գործընթացի ձևական օրինականության ապահովմամբ։ Ես պահանջում եմ իմ դատաիրավական իրավունքների իրական պահպանումը, հայտարարել է Ռուբեն Վարդանյանը։ Վարդանյանը մեղադրվում է Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու, իրագործելու, ահաբեկչության ֆինանսավորման, զենք զինամթերք ձեռք բերելու, մարդկանց տեղահանելու համար։ Եվրամիությունը սկսում է դիմակայություն եւ աճ ծրագրի երկրորդ փուլը, այս մասին հայտարարել է Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը։ Նրա խոսքով ծրագիրը նպատակ ունի խթանել տնտեսական դիվերսիֆիկացիան, ներդրումներն ու կայուն բիզնեսի զարգացումը։ Միջոցների մի մասը կուղղվի գյուղատնտեսության եւ բյուջետային աջակցությանը, մյուսը կրթական բարեփոխումների իրականացմանը։ Դեսպան Մարագոսը նշել է, որ Եվրամիությունը շարունակում է սերտ համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ։ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրփուի Գևորգյանի լիազորությունները կասեցվել են ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ, հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նրա խոսքով բուհի հոգաբարձուների խորհուրդն արդեն համապատասխան որոշում է կայացրել ապահովելու համալսարանի բնականոն գործունեությունը։ Նախարարը նշել է, որ իրավիճակը մտահոգիչ է, հատկապես հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է այն բուհին, որտեղ կրթվում են ապագա ուսուցիչները։ Առաջիկայում լրջորեն կքննարկվի բուհի ամբողջ անձնակազմի տեղեկացվածությունն ու ներգրավվածության հարցը, չեմ կարծում, որ որևէ մեկը այս մասին տեղեկացված է ժամանակին ու ահազանգ չի տվել, ասել է Անդրեասյանը։ Նշենք, որ դատարանը Սրփուի Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է տնային կալանք եւ 20 միլիոն դրամ գրավ։ Ավելի վաղ կոմիտեն ներկայացրել էր, որ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են նաեւ համալսարանի պրոռեկտորը, մի քանի այլ աշխատակիցներ։ Եվ անցնենք միջազգային լրահոսին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ է հայտարարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպումը։ Պատճառն ըստ Թրամփի դիվանագիտական ջանքերում առաջընթացի բացակայությունն ու զգացողությունը, որ ժամանակն անհաջող է ընտրված։ Միևնույն ժամանակ նա չի բացառել ապագայում նման գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը։ Եվ վերջում Փարիզի Լուվրի թանգարանի տնօրեն Լորենս Դեկարն առաջին անգամ մեկնաբանել է 88 միլիոն եվրո արժողությամբ զարդ
զարդերի կողոպուտը։ Նա Սենատի լսումների ընթացքում խոստովանել է, որ թանգարանը չի կարողացել ժամանակին հայտնաբերել գողերին ու կանխել կողոպուտը։ Տնօրենը նշել է, որ թանգարանի անվտանգության համակարգը հնացած է եղել, տեսախցիկները հին են եւ երկար ժամանակ չեն արդիականացվել։ Միակ տեսախցիկը, որը վերահսկել է Ապոլոնի պատկերասրահը, ուղղված է եղել սխալ ուղղությամբ ու չի ֆիքսել այն հատվածը, որտեղից ներխուժել են գողերը։ Դեկարի խոսքով 2021 թվականին զգուշացրել էր թանգարանի տեխնիկական խնդիրների մասին։ Գողացված 8 զարդերից մեկը կայսրուհի Եվգենիային պատկանած թագը վերադարձվել է ոստիկանության կողմից, բայց վնասված։ Ըստ տնօրենի այն հնարավոր է վերականգնել։ Տնօրենը նշել է նաև, որ կողոպուտից հետո հրաժարական է ներկայացրել, բայց այն մերժվել է։ Այսքանն ենք առանձնացրել լրահոսից այս ժամի համար։ Հետևեք իրադարձությունների զարգացմանը Ռադիոլուրի եթերում։ Խոսափողի մոտ աշխատեց Արմինե Գևորգյանը։ Սուրճ ու սեր առավոտից։ Սերս երամ սիրտս տանի ու ամպերի նման մեզ վերև հանի Սերս երամ սիրտս տանի Սեր կա երկնքում Երևանի Չգիտեմ անկեղծ ասած ինչու եմ ես լալիս Թե ինչու են իմ աչքերը թաց Երջանկությունից են արցունքները իմ գալիս Քեզ է սիրտը իմ սիրահարված Չթողնես էլ ինձ քո գրկից բաց Սերս երամ սիրտս տանի ու ամպերի նման մեզ վերև հանի Սերս երամ սիրտս տանի Սեր կա երկնքում Երևանի Անծանոթ քաղաքը քեզ հետ տուն է ինձ թվում Համբուրում եմ քեզ աչքերս փակ Որ թվաց է մոլորակը թարս է պատտվում Որ առնես դու ինձ քո գիրկը տակ Գիշերվա կեսին աստղերի տակ
The station with the best music. Best music. I love the music. Best music. Այո, Երևանի երկնքում սեր կա եւ մենք սիրո ալիքներ ենք ուղարկում ձեզ մեր ուղիղ եթերից շարունակում ենք հոկտեմբերի 23-ի առավոտը հանրայինի ուղիղ եթերում 10:10 մինչ սևակը կթարմացվի Սուրճ ու սեր առավոտից։ Տասնանց է 12 մենք վերադառնում ենք ուղիղ եթեր բարի լույս բոլոր նրանց ովքեր նոր են մեզ միացել բարի լույս նրանց ովքեր արդեն հասցրել են սուրճի մեկ բաժակը մեզ հետ ըմպել եւ առանձնատուկ բարևներ նրանց ովքեր նախաճաշ են պատրաստում այս Այո, պահին նրանցով հատկապես հիանում ենք եղանակն այս պահին Երևանում 13 աստիճան է անպամած է մի փոքր բայց ինչպես Սևակը նշեց դեռ կունենանք օդի ջերմաստիճանի բարձրացում ինչ է կատարվում Երևանյան փողոցներում այս կպատմի Սևակը այո քարտեզը երբ սկսում էինք եթերը 9:40-ի հատվածում խցանումային նիշը մեր մայրաքաղաքում 5 էր, որը բավականին լավ պատկեր է, այս պահին 6 է, հաշվի առնելով դպրոցական արձակուրդները, մի փոքր թեթևացած է մեր մայրաքաղաքում երթևեկությունը, այնպես որ սիրելի վարորդներ եւ ուղևորներ, այսօր էլ ենք ձեզ համբերություն մաղթում, բայց սա այն օրերը չէ, երբ 7-8-ի էր հասնում խցանումային նիշը Մինչ մեր հյուրերին կդիմավորենք ներկայացնեմ շատ արագ նաև երեկվա ֆուտբոլա շատ օրվա արդյունքները մարզասերները գիտեն որ երրորդ տուրի հանդիպումները ավարտվեցին Չեմպիոնների լիգայում արագ ներկայացնեմ Մյունխենի Բավարիան 4-0 հաշվով պարտության մատնեց բելգիական Բրյուգեին Մադրիդի Ռեալը անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի խփած գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթել է ներողություն եմ խնդրում Թուրինի Յուվենտուսին եւ Լոնդոնի Չելսին 5-1 հաշվով առավելության է հասել հոլանդական Այաքսի նկատմամբ, իսկ Անգլիայի չեմպիոն Լիվերպուլը Գերմանիայում 5-1 հաշվով հաղթել է Այնտրախտ Ֆրանկֆուրտին, այսպիսին են երրորդ տուրի հանդիպումների արդյունքները Չեմպիոնների լիգայում, այնպես որ շնորհավորում ենք բոլոր այն ֆուտբոլասերներին, որոնց սիրելի թիմերը 3 հաղթանակ են գրանցել։ Այո, մարզական նորությունների դեռ կհասցնենք անդրադառնալ եթերաժամի վերջին հատվածում, այս երկային օրը կիսատ լսեցինք, բայց շատ հավանեցինք մի մոտ լավնենք, արի մեկ անգամ ամբողջական լսենք եւ այնուհետեւ դիմավորենք մեր հյուրերին։ Երբ որ գրկում ինձ, երբ որ գրկում հեյ, երբ որ գրկում ինչ լավն ենք, երբ որ գրկում ինձ, երբ որ գրկում հեյ, երբ որ գրկում ինչ լավն ենք, հեյ Երբ որ պատչում հեյ, երբ որ պատչում ինչ լավն ենք, երբ որ պատչում ինձ, երբ որ պատչում հեյ, երբ որ պատչում ինչ լավն ենք, հեյ
Lovely cloudly cave, 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 lovely cloudly cave. Lovely cloudly cave. Lovely cloudly cave. Սուրճ ու սեր առավոտից։ 10:17 եւ ժամանակն է ողջունելու մեր հյուրին։ Օրեր առաջ մենք ձեզ պատմել էինք, որ հրաշալի մի նախաձեռնություն է իրականացվում մարզական ոլորտում Հայաստանում սպորտի զարգացման համար եւ բոլոր մանրամասները մեզ կպատմի այսօրվա մեր հյուրը։ Մեզ հետ է այո ծանրամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն մեր շատ սիրելի Նազիկ Ավդալյանը։ Բարի լույս եւս մեկ անգամ։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք, որ օրը մեզ հետ եք սկսում։ Նազիկ, այս շրջանում ինչպես է սկսվում ձեր օրը։ Այս շրջանում արդեն հիմնականում սկսվում է հարցազրույցներով, շատ հետաքրքիր այսպես մի փուլ ենք մտել, բայց իմ առօրյան սկսվում եւ վերջանում է այն նախագծով, որը ես սկսել եմ։ Սկսեմ սկզբից մի քիչ, 1 տարի առաջ հիմնեցի Նազիկ Ավդալյան սպորտի զարգացման հիմնադրամ, որպեսզի այն տարիները, որ ես անցկացրել եմ սպորտում, այն վաստակը, որ ես ունեցել եմ իմ երկրում, իմ երկրի համար կարողանամ հետագայում ծառայեցնել մյուս սերունդներին եւ հենց դրա համար որոշեցի ես էլ իմ ներդրումը ունենամ իմ երկրում, երեխաների զարգացման գործում այս ճանապարհով եւ հիմնեցի Նազիկ Ավդալյան սպորտի զարգացման հիմնադրամ, որի միջոցով մարզերում նպատակն է մարզերում զարգացնել սպորտը, պրոֆեսիոնալ սպորտը եւ սպորտով պրոֆեսիոնալ զբաղվելու այդ մոտեցումը։ Դա ծրագրերից մեկն է եւ ամենամեծը, որի վրա մենք հիմա աշխատում ենք։ Միտքը ձերն էր, թե օրինակ ձեզ հուշեցին, որ այսքան վաստակ ունեք, այսքան փորձ ունեք, եկեք նման հիմնադրամ հիմնենք եւ օգնենք պատանիներին, երեխաներին։ Իրականում այդ միտքը դեռ կար տարիներ առաջ, երբ որ ես տարիներով այցելում էի մարզեր, դպրոցական երեխաներին, ուսանողներին, մարզիկներին եւ անընդհատ իրենց հետ լինելով տեսնում էի, թե մենք ինչ սերունդ ունենք մարզերում, որը որ ոչ մի կերպ հնարավորություն չունի զբաղվել սպորտով, չկա այն պրոֆեսիոնալ մոտեցումը, որը որ ես կուզենայի տեսնել, որովհետև մենք հրաշալի ներուժ ունենք, դեռ հզոր ներուժ եւ անընդհատ են արտահայտությունները, այն խոսքերը, որ ասում էին, որ մենք էլ եթե հնարավորություն ունենայինք, մենք էլ կկարողանայինք այդպես արդյունքներ անել, կամ ծնողներն էին ասում երեխաներին, հետո տեսնում էի, որ երեխաներին վերցնում ծնողները գալիս են քաղաք, որպեսզի հնարավորություն ունենան զբաղվելու, կամ գալիս են քաղաք գնում հեռավորության պատճառով թողնում են սպորտը եւ ես տեսնում էի այդ երեխեքին ու անընդհատ իմ մեջ ամեն գալուց հետո այսպես օրերով այդ իրենց այդ աչքերի կրակը, իրենց այդ աշխուժ կերպարը ու այս չգիտեմ այն ինչ որ ես տեսնում էի, ինձ հանգիստ չէին տալիս։ Ասեմ, որ տարիներ առաջ Արցախում էինք որոշել իրականացնել, այդպես ես իմ ընկերու հետ ինքն էլ սպորտային պարերներ ուզում զարգացնել եւ մենք գնում էինք Արցախ, գալիս, այնտեղ Ստեփանակերտում ունենք նախագիծ, Մարտունի, Մարտակերտ, Ասկերան, այդպես զարգացնել սպորտը, բայց դե եղավ այն ինչ եղավ, իսկ հիմա իմ նախագիծն այդպես տարիների պատմություն ունի այդ ամենը եւ իմ ընկերներից մեկը որոշեցինք միասին այդպես ինքը միտքը տվեց հիմնադրամ ստեղծելու եւ ես հասկացա որ դա հենց այն ճանապարհն է որի միջոցով կկարողանանք անել
այն ամենը, ինչը որ եկել է այդպես տարիների ընթացքում։ Հիմնադրամի գործունեության ընթացքում, եթե չեմ սխալվում, առաջին քայլերից մեկը Փանիկ գյուղում մարզադպրոցի ստեղծումն էր, կարծես թե այս մասին նույնպես խնդրեմ պատմեք, ինչպես է ընտրվել համայնքը եւ ենթադրում եմ սա դեռ առաջինն է, վստահաբար պլանները մեծ են։ Այո, Փանիկ գյուղը ընտրվեց նրա համար, որովհետև ես Արտիկի մարզից եմ, կարելի ասել իմ ծննդավայրն է եւ ես ավելի ծանոթ էի այդ կողմերին, ճիշտ է մարզերում շատ եմ եղել, բայց այդ կողմին շատ հարազատ է, շատ ծանոթ էի եւ տեղանքի հետ կապված կարելի է ասել ես արդեն պատկերացում ունեի որտեղ կարելի է լինի որպեսի շատ գյուղեր ընդգրկի իր մեջ, շատ գյուղերի երեխաներ կարողանան գալ մարզվել։ Իսկ Փանիկը այն վայրը, որտեղ որ մենք նախատեսում ենք կառուցել մարզադպրոցը, այդպես ասում ենք մարզադպրոց, բայց ինքը շատ ավելի լայն է իր ընկալմամբ, իր գործունեությամբ, կարելի է ասել համայնքի 23 գյուղերից տրանսպորտային հասանելիություն կա հենց այդ տարածք եւ ապահովում է այո ամբողջ համայնքի գյուղերը եւ ոչ միայն համայնքի հողը արդեն հողատարածքը անհատույց նվիրաբերել են, որպեսզի կարողանան կառուցել այդ կառույցը 14000 քառակուսի մետր։ Կարելի է ասել արդեն նախագիծը կա։ 6 սպորտաձև են տրված՝ ըմբշամարտ, ծանրամարտ, բռնցքամարտ, սպորտային եւ ազգագրական պարեր եւ լող, բաց չթողեցի չէ որևէ մի բան։ Իրականում ես էլի դա տարիներից է եկել, այն փորձը, որ ես ունեցել եմ, հասկացել եմ, որ մարզիկները պետք է ոչ միայն ֆիզիկապես հնարավորություն ունենան մարզվել, այլ նաև հոգեպես եւ մտավոր։ Դրա համար ես անպայման ընդգրկել եմ նաև փափուկ հմտությունները, որպեսզի երեխաները կարողանան զարգանալ նաև մտավոր առումով, դրա որի մեջ մտնում է ժամանակի կառավարում, հույզերի կառավարում, հաղորդակցման հմտություններ, թիմային մտածելակերպ եւ այլն, որպեսզի մենք ունենանք ոչ միայն ֆիզիկապես ուժեղ սերունդ, այլ նաեւ մտավոր, քանի որ ես գիտեմ, որ շատերն են հետագայում արժեք դառնալու երկրի համար եւ իրենք պետք է ունենան ուժեղ մտածելակերպ, ազգային մտածելակերպ, որպեսզի իրենց խոսքը շատ կարևոր է, լսելի է եւ իրենք շատ ուժեղ անհատներ պետք է լինեն։ Եվ թեկուզ այն երեխաներն, ովքեր որ բնականաբար բոլորը չեն հաջողելու սպորտում, այնուամենայնիվ ձևավորվեն ուժեղ եւ ժամանակի մրցունակ անհատներ։ Լինելու է այսպիսի մոտեցում։ Նպատակն է պրոֆեսիոնալ սպորտի զարգացումը եւ ինչ է պետք պրոֆեսիոնալ մարզիկին, նախ եւ առաջ հոգեբան, կինեզիոլոգներ, որպեսզի իրենց հետ սիստեմատիկ աշխատանքներն այդ տարվեն եւ դրանք էլ անպայման ընդգրկվելու են։ Լինելու է ամֆիթատրոն, որպեսզի երեխաները կարողանան միջոցառումներ կազմակերպել, դիտեն ֆիլմեր ընտրված եւ ընդհանրապես իրենց առօրյան, իրենց ժամանցը կարողանան անցկացնել շատ օգտակար, պիտանի։ Այո, միայն մարզվելը չէ, այս դեպքում որ կարևոր է կոմպլեքս մոտեցում եք ցուցաբերում, ես ենթադրում եմ, որ այսօր եթերում շատ զանգեր կունենանք, հիմա հեռախոսազանգ ունենք, Նազիկ, տեսնենք ով է մեզ միացել, բարի լույս։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ում հետ ենք զրուցում։ Բարև ձեզ։ Ես Ալիսա Բադալյանն եմ Երևանից։ Մեր Երևանից։ մշտական ունկնդիր Տիկին Ալիսա, շատ ուրախ ենք մեզ միացել եք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Դուք լավ եք։ Այո, լավ եմ։ Ես ուզում եմ ողջունել մեր Սանդրոսուն, կարելի է։ Իհարկե։ Ալո։ Լսում ենք, ասեք ձեր ողջունի խոսքը։ Ես ուզում եմ ողջունել մեր Սանդրոսուն, Շիրակ աշխարհը ներկայացնող Նազիկ Աղդալյանին, որը նա բարձր է պահել թե Շիրակ աշխարհի պատիվը, թե մեր ամբողջ Հայաստանի պատիվը։ Ողջունում եմ եւ շատ հպարտ եմ նրանով։ Նա կին ծանրորդուհին է մեզ, շատ հաճելի է։ Եթե չեմ սխալվում, Նազիկ Աղդալյանը ապրում է մեր Ավան թաղամասում, որը շատ ողջունելի է։ Այո։
Շնորհակալ ենք Տիկին Ալիսը։ Շնորհակալ ենք, այո, մեր հպարտությունն է, ես էլ Գյումրիից եմ, առավելապես հպարտ եմ, եւ տեսեք անգամ Ավանն է հպարտ, որովհետեւ այնտեղ է ապրում Նազիկը։ Շատ մեծ ծրագրեր նշեցիք, կոմպլեքս մոտեցում մեր պատանիներին, երիտասարդներին եւ նաեւ նշեցիք ունեք ընկերներ, որոնց հետ մտածել եք, ստեղծել եք այս ամենը, բայց վստահ եմ ունեք նաեւ միջոցների կարիք, ինչպես կարող են մարդիկ օրինակ աջակցել հիմնադրամին։ Կան մարդիկ, ովքեր այդ տեսանկյունից են ձեր կողքին կանգնած, միգուցե նաեւ պետությունը, պետական կառույցները։ Իհարկե բնականաբար պետության հետ հուշագիր կկնկվի ավելի հստակ կլինի, քանի որ այն ծրագիրը, որ ես նախատեսում եմ անել եւ արդեն անում եմ, ինքը շատ ազգային է եւ տեսեք, ես անընդհատ ուզում եմ, որ մենք մի քիչ պահանջատ իրական կարգավիճակից դուրս գանք եւ մենք հասկանանք մենք ինչ կարող ենք անել եւ ինչով կարող են օգնել այս ծրագրում մեզ, ոչ թե նստենք ու անընդհատ բողոքենք, ասենք, որ այս ինչ բան բաց կա եւ այլն եւ այլն։ Եվ այո, բնականաբար պետության աջակցությունը շատ ցանկալի ու կարեւոր է այս նախագծում։ Ես ուզում եմ ասել, որ դա այն նախագիծն է, որ ես ուզում եմ դառնա ազգային, դու եւ ոչ միայն ես եմ ուզում, այդպես որ քննարկում ենք եւ այդ կարեւորությունը իմ ընկերները, այն մարդիկ, ովքեր որ լսում են, իրոք գտնում են այդ կարեւորությունը, որ ինքը լինի ազգային, որովհետեւ մենք փոքր երկիր ենք եւ տեսեք մարզիկը, որ մասնակցում է Եվրոպայի աշխարհի առաջնությանը, ոնց ենք մենք նայում, ոգեշնչում, բալետ անում, եւ սա այն հարթակն է, որտեղ որ Փարիզ ամենալայն իմաստով ազգը կանգնած կլինի այն մարզիկի կողքին, որին որ ինքը զրոյից այդպես մեծացրել է, նաև իր փոքր ֆինանսական ներդրումով տնային տնտեսուհուց մինչև ամենահաջող գործարար ընկերությունները տարբեր եւ առիթից օգտվելով ուզում եմ նաև շնորհակալություն հայտնեմ իմ ընկերներին, այն ընկերություններին, ովքեր որ իմ կողքին են եղել, արդեն իրենց ներդրումն ունեն այս նախագծում, բոլոր նրանց, ովքեր դեռ ունենում են, շատ հետաքրքիր տարբեր մոտեցումներ կան, բնականաբար, որով որ այս նախագիծը կֆինանսավորվի, նաև համագործակցություններ, իհարկե, այստեղ շատ բաց ենք, ամեն առումով եւ ես ուզում եմ, այո, ցանկանում եմ, որ իմ երազանքն ու նպատակն է, որ յուրաքանչյուր հայ ներդրում ունենա այս նախագծում, քանի որ սա մեր մարզերի, մեր երեխաների, մեր այն հրաշք սերունդի, որոնց մեջ որ կա մեծ պոտենցիալ եւ մենք բոլորս լինենք նրանց կողքին, որպեսզի նրանք կարողանան իրենք եւ կայանան եւ իրենց երկիրը ներկայացնեն աշխարհին։ Եվ դրա համար մենք բոլորս լինենք իրենց կողքին։ Նազիկ փանիկում մինչև այս ամենը պատրաստ լինի շատ ոգևորիչ է, իսկապես եւ տպավորիչ արդեն պատկերացնում եմ ինչ հրաշալի կենտրոն է դառնալու ընդհանուր, սա ոչ միայն մարզական կենտրոն է, ինչպես դուք նշեցիք, այլ իսկապես կարող է նույնիսկ, չգիտեմ, մշակութային առումով, պարզապես երեխաների համար հավաքատեղի լինել, բայց մինչև այդ հիմնադրամի գործունեությունը ինչ որ հանդիպումներ, շփումներ մարզերում երեխաների հետ նախատեսում է, որովհետեւ վստահաբար նույնիսկ ձեզ հարցեր ուղղելը, ձեզ հետ շփվելը կարող է ոգեշնչող լինել եւ շատերին գուցե դեպի սպորտը բերի, այլ տեսագործունեություն պլանավորում է հիմնադրամը։ Ես այդ հանդիպումները անընդհատ եմ անում եւ այո, բնականաբար հետո էլ է պլանավորվում իհարկե, միանշանակ իհարկե։ Եվ նաև նշեմ, որ փանիկի հետ կապված դա պիլոտային տարբերակն է, հետագայում նախատեսվում է լինել նաև այլ մարզերում։ Ես ասեմ, որ Արտիկը, Շիրակի մարզը ինքը ավելի սպորտային, կարելի ասել մարզ է, եւ կան միջավայրեր, որտեղ որ ընդհանրապես չկա սպորտ, բացակայում է սպորտը, սպորտային միջավայրերը։ Իմ նպատակներից մեկն է նաև այդ մարզերում, որտեղ որ ընդհանրապես չկա սպորտ, եւ ես համոզված եմ միջավայր լինելու դեպքում մենք մեծ արդյունքներ կունենանք։ Մեր վառ ապացույցն է, որ մենք հանդիպեցինք Փանիկի ըմբշամարտի երեխաների հետ, ըմբիշների հետ, ասացին, որ գորգը մի ժամանակ դրված էր միջավայրում, որտեղ որ այդպես քանդված ինչ որ մի միջավայր էր, չկար հանդերձարաններ, չկային լողանալու հարմարություններ, պարապում էին 6-7 այդպես երեխա,
եւ այդ գորգը տեղափոխվել է մշակույթի տան պալատի, այդպես ֆոեում միջանցքում է դրված, էլի չկան որևէ հարմարություններ, պարզապես գեղեցիկ էսթետիկ պատեր են, էլի լողանալու հարմարանք չկա, հանդերձաններ բնականաբար, պարզապես մի փոքր էսթետիկ, արդեն 60 երեխայից ավել պարապում է մի քանի ամսվա ընթացքում, ու դա շատ վառ ապացույց է, որ մի փոքր պայմանների առկայության դեպքում մենք ունենանք շատ լուրջ ռեսուրս։ Այո, թե դուք, թե մեր մյուս չեմպիոնները էլի այնպես չէ, որ շատ լավ պայմաններում են, չէ, պարապել, իհարկե դա ձեզ չի խանգարել, բայց հիմա ժամանակները փոխվել են, բարձր պահել, բայց դա չի նշանակում, որ դա նորմալ է։ Եվ բացի դրանից կարծում եմ խոսում այն մասին, որ եթե մեր մարզիկները նույնիսկ վատ պայմաններում կարողացել են նման արդյունքներ գրանցել, ապա ինչերի են նրանք ունակ կամ ապագա սերունդը մեր մարզիկների ինչերի կարող են հասնել, եթե ապահովեն այս պայմանները, այնպես որ հրաշալի է, որ վերջապես մենք իդեպ արդեն էլի ունենք հեռախոսազանգ, սեփակը ճիշտ էր, գիտեինք, որ զանգելով լի է լինելու այս եթերը, տեսնենք ով է մեզ միացել, բարի լույս, բարի առավոտ եւ օրը թող բարի ավարտվի։ Ինչպե՞ս եք հարազատներ։ Շատ լավ, դուք ինչպե՞ս եք։ Հրաշալի։ Եթե թույլ կտաք, խոսքս ուզում եմ մի պատմությամբ սկսել։ Եթե չեմ սխալվում, 939 թվին ֆրանսիացիները կայտարակ մարտություն են գրում նորմաններից եւ գլխապատար ֆրանսիական զորքը փախչում է այդ ջերի քարադրությունից վախեցած մի փոքրիկ կենթանի կնգուն անունով ջոնատերմակ մորթիով փոքրիկ կենթանի է դա, որ ապրում է Եվրոպայի հյուսիսային մասերում, այդպես գլխապատար վախեցած այդ կենթանին փախչում է ջերից առաջ։ Եվ երբ զորքը հասնում է մի գետի, որ շատ ճահճատ է լինում, այդ կենթանին հասկանում է, որ պիտի միևնույն է այդ գետի մեջ խեղդվի, շուռ է գալիս եւ ջերի սմբակների տակ իր մահկանացուն կնքում։ Ֆրանսիական զորավարը տեսնելով այդ կենթանու խիզախ արարքը իջնում է ձիուց, բարձրացնում է այդ կենթանուն մորթուց բռնում, բարձրացնում է իր ցուցադրում զորքին եւ ասում է այս փոքրիկ կենթանին իրեն պահեց հայավարի։ Նա հայերի նման գերադասեց արժանապատվությունը, ոչ թե խայտարակ մահը։ Եվ նա արժանապատվություն է գերադասում, թող հետևի ինձ։ Եվ պատմությունը ասում է, որ ֆրանսիացիները այդ ճակատամարտում հաղթանակ են կրում նորմաններից։ Արագս զինչ կցուցանի։ Պատմությանը միշտ հայտնի է եղել հայի անունը։ Եվ Եվրոպանները, չգիտեմ, արտասահմանների աչքը միշտ եղել է Հայաստանին, հայկական հողին ու հայերին։ Ու եթե բոլոր հայերը իրենց փառքը, իրենց անունը որոնեն ոչ թե օտարափերում, այլ իրենց բուն հայրենիքում, ինչպես Նավիկ Ավդալյանը, աշխարհի աչքը դարձյալ կհառնի Հայաստանին։ Շնորհակալ եմ, Նավիկ ջան։ Շնորհակալ եմ։ Գործը թող Աստված օրհնի։ Շնորհակալ ենք նաև զանգի համար։ Հետաքրքիր պատմություն ներկայացրեց մեր ռադիոլսողը, այո, շնորհակալ ենք լավ խոսքերի համար եւ Նազիկ ինչ արձագանքներ են արդեն ձեզ հասել համայնքներից, ձեր գործընկերներից, մարզիկներից, պատրաստ են ձեզ միանալ։ Իր ուրախությունից այո, քանի որ սա այն նախագիծն է, որը որ մենք անում ենք հետագա սերունդի, հաջորդ սերունդի համար, ու ես չգիտեմ, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ, ով որ ինչ-որ ճանապարհ է անցնում, ինչ-որ արժեք է ներկայացնում իրենից, դա շատ կիսատ կլինի, եթե դրանից չեն օգտվելու մյուս սերունդները, ինչի համար է այդ ճանապարհը, երբ որ պետք է ոչ մի բանի չծառայի։ Հենց դրա համար էլ համենայն դեպս իմ համար շատ կարևոր ու թանկ էր իմ անցած ճանապարհը, դրա համար ես ընտրել եմ այս ուղին եւ այս միջոցով ուզում եմ եւ մեր մյուս մարզիկներն էլ ի ուրախությունից միացել են ինձ այն մարզիկներն, ովքեր որ ունեն իրենց ծրագրերը սպորտի զարգացման հետ կապված, ես եւս պատրաստ եմ միշտ աջակցել, իրենց կողքին լինել, քանի որ իմ նպատակն է եւ այն մարզիկների, որոնց հետ որ մենք հանդիպել ենք, զրուցել ենք, իրենց նպատակը սպորտի զարգացումն է Հայաստանում, ու այստեղ չկա որևէ մրցակցություն, որևէ մի այդպիսի բացասական երևույթ, ես էլ իմ կողմից կարող եմ ասել, որ պատրաստ եմ կանգնել յուրաքանչյուր ծրագրի կողքին, ինչը միտված է ընդհանրապես սպորտի զարգացմանը, նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ այն ընկերներին, մարզիկներին, ովքեր
այսօր այս նախագծի կողքին են, չասեմ իմ կողքին, որովհետև դա բոլորինս է։ Բոլորիս է ուղղված, այո։ Եվ Նազիկ վստահաբար եթերից հետո էլ կլինեն մարդիկ, որոնք կոգեշնչվեն եւ կցանկանան իրենց ներդրումն ունենալ, կապ հաստատել հիմնադրամի հետ, ինչպես կարելի է կապի դուրս գալ, առաջարկներ ներկայացնել, գուցե համագործակցություններ։ Հիմնադրամը ունի կայք Նազիկ Ավդալյան Foundation, այնտեղ կա հանգանակությունների, նվիրաբերությունների մաս, կարող են միանվագ, կարող են այդպես անդամագրվելով, որը որ ես շատ ցանկալի է, որ այդպես լինի, թեկուզ փոքրիկ գումարով, որ իրենց նեղություն չլինի եւ իրենք լավ զգան իրենց ամսական 500-1000 կապ չգիտեմ ինչքան որ լինի, ասենք դա փոքր ներդրում կարող է թվալ, բայց իրականում դա շատ մեծ ազդեցություն կարող է ունենալ, ընդհանուր մինչև իմ կարող են կապվել ինձ հետ, իմ սոցկայքերում, շատ տարբեր ձևերով կարող են միանալ մեզ։ Կարճ նավ եք անվանում, նախաձեռնությունը Նազիկ Ավդալյան Տեսեք, շատ հետաքրքիր համընկնում է եղել Նազիկ Ավդալյան Վարդանի, պապայիս անունը Վարդան է, բայց իրականում դա չի միտքը, որ անվանվել է նավ անվանվել է իր խորհրդի համար եւ այն սերունդը, նավի սերունդը, որը որ դեռ գալու է, մենք տեսնենք թե ինչ սերունդ կլինի ինքը, դա ավելի խորհրդանշական է եւ այլ խորհուրդ ունի իր մեջ։ Եվ նավը տանելու է դեպի հաղթանակներ ու բարձունքներ։ Ձեզ միայն հաջողություն ենք մաղթում, շնորհակալ ենք, ուրախ ենք, որ թեև մեծ սպորտում հիմա չեք, բայց շարունակում եք պարբերաբար ներդրումներ անել, ներկայացնել ձեր անցած ուղին, ես դեռ հիացած եւ տպավորված եմ ձեր ֆիլմից, ձեր մասին պատմող ֆիլմից։ Այնպես որ շատ ուրախ ենք առավոտը սկսել ձեզ հետ, մենք Նազիկի հետ հիմա կլուսանկարվենք, ճանապարհենք հյուրին եւ կշարունակենք եթերը։ Լավ մնացեք։ Շնորհակալ եմ ձեզ, լավ օր։ There's nothing you can say or do for me, and I don't want a miracle. You'll never change for no one, and I hear your reasons why. Where did you sleep last night? And was she worth it? Was she worth it? 'Cause I'm strong enough to live without you, strong enough, and I quit crying long enough. Now I'm strong enough to know you gotta go. There's no more to say, so save your breath and walk away. No matter what I hear you say, I'm strong enough
The station with the best music. Best music. I love the music. Best music. 10:40 հիշեցնենք այսօր հոկտեմբերի 23-ն է, օրը 5 շաբթի, շարունակում ենք մեր ուղիղ հեռարձակումը, մեզ կարող եք նաև դիտել մեր Facebook-յան հարթակում եւ armradio.am կայքում։ Իդեպ ստուգեմ մեկնաբանությունների դաշտը հաշվի առնելով ինչքան սիրված եւ ճանաչված հյուր ունեինք, մեզ բազմաթիվ անգամներ հպարտություն ապարգևած, կարծում եմ մեկնաբանություններ կունենանք։ Այստեղ ունենք մեկ մեկնաբանություն Լյովիկ Կոշբեկյանից, գրել է շնորհակալ եմ, որ շնորհավորեցիք իմ ծնունդը, փաստորեն մեր ռադիոլսողի ծնունդն այսօր, ես էլ եմ միանում եւ շնորհավորում բոլոր նրանց, ում ծնունդն այսօր է, եղեք օրհնված։ Այո, եւս մեկ անգամ օրվա հոբելյարներին ողջունում ենք։ Հատկապես մեր ռադիոլսողին, որը մեկնաբանություն է գրել, ձեզ առանձնահատուկ շնորհավորում ենք եւ մաղթում ենք հրաշալի օր եւ որպեսզի ձեր բոլոր երազանքներն ու նպատակները իրականանան։ 10:41 րոպե Երևանում ջերմաստիճանը 14 աստիճան է, եւս մի քանի հետաքրքիր նորության անդրադառնանք, խոսացել էինք, որ խոսելու ենք նաև ռեանիմանիա փառատոնից, որն այս օրերին տեղի է ունենում Երևանում եւ դրա շրջանակում մի հետաքրքիր միջոցառում է նաև տեղի ունեցել, իրականում արդեն 3-րդ ազգային մրցույթն է սա, գրաֆիկական պատմվածքների ցուցահանդես մրցույթ է, այսպես ասած, եւ դրա գլխավոր պրեմիերան դարձել է ֆրանսիացի սցենարիստ Ժան-Դավիթ Մորվանի եւ Թովմաս Չերքեզյանի համատեղ աշխատանքը Միսակ Մելինե եւ Մանուշյանի խումբը գրաֆիկական վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսն է եղել, այն պատմում է Մանուշյան ամուսինների հայ-ֆրանսիական զույգի ճակատագրի մասին, որոնց պատմությունը դարձել էր քաջության եւ հավատարմության խորհրդանիշ։ Փառատոնը շարունակվում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ նաեւ միջազգային գործընկերների աջակցության շնորհիվ եւ շատ կարծում եմ ողջունելի է, որ վերջին տարիներին այս կոմիքսների մշակույթը նույնպես ճիշտ է դանդաղ, բայց սկսում է շարժվել Հայաստանում եւ այստեղ նույնպես սկսում են այս առումով նույնպես ստեղծագործել։ Իդեպ այս մասին արտահայտվել է եւ իր կարծիքն է արել նաեւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա նշել է, որ նման ուղղությանի հայտ գալը կարևոր քայլ է երկրի մշակութային կյանքի համար եւ այս իրադարձությունն ամբողջությամբ արտացոլում է այն գաղափարը, որի մասին անընդհատ խոսվում է մշակութային կյանքը պետք է բազմազան լինի։ Մենք պետք է փնտրենք տարբեր եղանակներ հասարակությանը կարևոր գաղափարներ եւ արժեքներ հասցնելու համար եւ գրաֆիկական պատմվածքը դրանցից մեկն է։ Շարունակենք մշակութային թեման, երեք էլ նշեցինք, որ այս տարի հոբելյանական է 150-ամյակն ենք նշում մեծ վարպետի Ավետիք Իսահակյանի եւ ահա հենց վարպետի ծննդավայրում Գյումրիում հոկտեմբերի 25-ին մեծ շուկով կազմարարվի Իսահակյանի 155-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը։ Նախագիծը բնականաբար իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։ Միջոցառումները կանցկացվեն ինչպես վարպետի հուշ թանգարանում, այնպես էլ քաղաքի տարբեր մշակութային օջախներում։ Տոնական միջոցառումները կմեկնարկեն կեսօրին Իսահակյանի հուշատուն թանգարանում, որտեղ տարբեր հարթակներով եւ ձևաչափերով կանցկացվեն գիտական զրույցներ, գրական քննարկումներ, թատերական ընթերցումներ, ինչպես նաեւ մանկական, երիտասարդական եւ մշակութային նախաձեռնություններ։ Հոբելյանական տարվան Գյումրիի համայնքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժինը պատրաստվել է դեռ տարեսկզբից, հոկտեմբերի 30-ին հենց ծննդյան օրը Իսահակյանի թատերական հրապարակում վարպետի արձանի մոտ կկայանա ծաղիկների խոնարհման արարողություն եւ նաեւ հուշատանը կշարունակվեն հոլոգրաֆիկ պատկերների եւ VR ակնոցներով շրջայցի շնորհանդեսները։ Միջոցառումների ցանկը բավական երկար է, դրանք չենք հասցնի հիմա թվարկել, այնպես որ եթե լինելու եք Գյումրիում, անպայման այցելեք Իսահակյանի հուշատուն թանգարան, Երևանում եւս 3 նշեցինք հետաքրքիր ներկայացում է սպասվում երաժշտական օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, այնպես որ փորձեք մասնակցել այս միջոցառումներին։ Այո, եւ քանի դեռ խոսում ենք արվեստից, մեր հայ արվեստի ամենահնչեղ անուններից մեկի հետ կապված փոքրիկ նորություն նույնպես ունենք։ Ամերիկայի հայկական թանգարանում Արշիլ Գորկիի նախկինում երբեք չներկայացված գործերն են ցուցադրվելու։ Դեկտեմբերի 11-ին է նախատեսվում բացումը ցուցահանդեսի ամերիկյան հայկական թանգարանում Արշիլ Գորկի համայնքի ու կապերի վերաիմաստավորում խորագրով է լինելու
ցուցահանդես այն նվիրված է լինելու ամերիկյան abstract expressionism-ի հիմնադիրներից եւ 20-րդ դարի ամենաազդեցիկ նկարիչներից մեկին։ Այն ներկայացնելու է, թե ինչպես է Գորկին փրկվելով հայոց ցեղասպանությունից եւ բնակություն հաստատելով Ամերիկայում ձևավորել արտի արվեստը։ JHM բարեգործական հիմնադրամի կողմից հովանավորվող ցուցահանդեսում ներկայացվելու են 25 աշխատանքներ նկարչի կողմից Whitney ինստիտուտի, Ելի համալսարանի եւ Հայ առաքելական եկեղեցու արևելյան թեմայի հավաքածուներից։ Այս, ինչպես արդեն նշեցի, շատ գործեր մինչ այժմ երբեք չեն ցուցադրվել հանրությանը։ Վստահաբար գիտեք, որ Գորկու աշխատանքները Ամերիկայի ամենամեծ եւ կարեւոր թանգարաններում են ցուցադրվում, այդ թվում Վաշինգտոնի պատկերասրահում, այնպես որ սա իսկապես հայ արվեստի ամենահնչյա անուններից մեկը է։ Ամերիկայի հայկական թանգարանը բավական ակտիվացել է, հատկապես համացանցում վերջին շրջանում տարատեսակ տեսանյութեր են իմ նյուսֆիդում հայտնվում, ինչը գովելի է, որովհետև տարիներ առաջ երբ իմացա, որ կա նման թանգարան, զարմացա, որովհետև երբեք դրա մասին չէի լսել, այնպես որ սա եւս հաճելի է։ Շարունակում ենք, ներիր ընդհատեցի, բայց վերջին շրջանում ինձ շատ է ուրախացնում այն, որ հենց արվեստը ներկայացնող տարբեր կառույցներ, գերատեսչություններ հետևում են տրենդերին եւ շատ ավելի ակտիվ են եւ կարծես թե իսկապես օգտագործում են ժամանակակից տեխնոլոգիաներն ու PR գործիքները հանդիսատեսին եւ հասարակությանը դեպի արվեստը բերելու համար։ Կարծում եմ դա հրաշալի է եւ այս համացանցը նորագույն տեխնոլոգիաները օգտագործելու լավագույն տարբերակն է։ Այո, կա չհիմնավորված մի մոլորություն, երբ ասում են հետևել տրենդերին, հաճախ մարդիկ պատկերացնում են անորակ մի բան, որը չի սազում տվյալ արվեստագետին կամ կառույցին, բայց կան տրենդներ եւ հատկապես օրինակ դասական նվագախմբերը, չէ՞, թանգարանները հաճախ երբ տեսնում ես ինչպես են օրինակ շատ պարզունակ մի բանը իրենց տեսանկյունից ներկայացնում որպես տրենդ, շատ հաճելի է եւ այո, պետք է բոլորս ընդունենք վերջապես, որ այս դարում միայն այդ կերպ կարող ես լինել ավելի գրավիչ եւ հայտնի եւ պարզապես պարփակվել եւ ասել, որ մենք փակ մշակութային կառույց ենք եւ մեզ նման բաներ չի սազում, չի լինի։ Ես էլ եմ համաձայն, հատկապես որ կարծում եմ մշակույթը պետք է տարածել եւ նման կառույցների առաքելությունը այն ավելի հասանելի, ավելի հանրային եւ բոլորինը դարձնելն է եւ նաեւ կարծում եմ, որ այս արշավների շնորհիվ օրինակ ժամանակակից երիտասարդները, առաջին, երկրորդ կուրսի ուսանողները, ավագ դպրոցի աշակերտները, TikTok-երները շատ ավելի մոտ են արվեստին, քան մենք էինք այդ տարիքում, որովհետեւ ավելի հասանելի, ավելի տեղյակ են, ցանկացած նոր ցուցադրություն օրինակ ազգային պատկերասրահում արդեն շատ ավելի հայտնի է դառնում, փորձում են գնալ, տեսնել, նույն այդ Լուվրի փոքրիկ կրկնապատկերը, որը ունենք, երեք կես լուրջ խոսեցինք այդ մասին, բայց էլի փոքրիկ հետաքրքիր մի բան է, որը մարդկանց բերում է դեպի արվեստը։ Շարունակենք եթերը, դեռ 1-2 մարզական լուրեր ենք ձեզ ներկայացնելու, այնպես որ մնացեք մեզ հետ։
around it like a big shiny diamond that I can wave around and talk about it. But when the day is to give me color, I can never doubt it. Until death, I do. Is he a bite? This man is testing me. Help me, Lord. I need you to tell me, baby, where the hell is my husband? What is taking him so long to find me? Oh, baby, where the hell is my lover? Getting down with another. Tell him that my grandma said it. Your husband is coming. Սուրճ ու սեր առավոտից։ Չամուսնացած աղջիկների հիմն էինք լսում, կարելի է այսպես ասել, Ռեյի նոր երգը նոր է, չէ՞, կարելի է ասել։ Այո, համեմատաբար նոր երգը, որը վերջին օրերին այո թրենդային է դարձել, զվարճալի է, որ եթերը, այո, եւ զվարճալի է, որ եթերը սկսեցինք Սելենա, նոր ամուսնացած Սելենա Գոմեսի երգով եւ կարելի է ասել ամփոփում ենք Ռեյի ու Ռեյի մամուսինը ստեղծագործությամբ, այնպես որ բոլոր այն մարդկանց, որոնք օրինակ որոշել են, որ արդեն փնտրում են իրենց ամուսնուն, այս շրջանում հաջողություն ենք մաղթում, իսկ այն մարդկանց, որոնք որոշում են դեռ շարունակել single կյանքը կամ ձեզ առավել հաջողություն ենք մաղթում եւ եթերաժամի վերջում 1-2 սպորտային նորություններ ներկայացնենք Երևանի Նոա ֆուտբոլային ակումբը արդեն ժամանել է Ռումինիա նշենք որ կոնֆեդերացիայի կոնֆերենցիաների լիգայի ներողություն հիմնական փուլի երկրորդ տուրում Նոան մրցելու է ռումինական Ունիվերսիտատեա Կրայովայի հետ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին այսինքն այսօր Երևանի ժամանակով 23-ին երեկոյան 11-ին պետք է հետևենք Երևանի Նոայի հաջողությանը վստահ եմ։ Իսկ այո, մրցակից ակումբին մաղթում ենք, որ խաղը այնքան դժվար լինի, որքան իրենց անունն է, եւ հաջողություն ենք մաղթում հայկական թիմին։ Ճիշտն ասած, մկնիկը սկսեց չաշխատել եւ չեմ կարող թերթել շարունակել։ Սիրելի ռադիոլսողներ, ասենք, որ այսօր հոկտեմբերի 23-ն էր եւս մեկ անգամ հիշեցնենք 5 շաբթի է օրը, 1 օր է մնացել աշխատանքային օրվա ավարտին։ Ձեզ այսօր լավ օր ենք մաղթում եւ եթերաժամի վերջում եւս մեկ անգամ թարմացնենք տեղեկատվությունը եղանակի մասին։ Այս պահին մեր մայրաքաղաքում 14 աստիճան է, անպամած եղանակ է, բայց տանելի է, կարծես թե օրվա ընթացքում կարճատև տեղումներ սպասվում են մեր մայրաքաղաքում եւ հանրապետությունում եւ նաեւ տեսնենք թե խցանումային տեսանկյունից ինչ պատկեր է մեր մայրաքաղաքում, քարտեզը թարմացնենք Եվ այսպես 6 է, արդեն 6 դարձավ, մինչև այս խցանումային նիշը 5 էր, ծանրաբեռնված փողոցները փոքր կենտրոնում հատկապես շատ են, Հանրապետության հրապարակից Ամիրյանը դեպի Մաշտոցի պողոտագնացող Վազգեն Սարգսյանի փողոցը, Քաղաքապետարանի հարևանությամբ կա խցանում Իսակովի պողոտան Երևանյան լճի հատվածից Ամերիկայի դեսպանատան ուղղությամբ դեպի կենտրոն եկող հատվածը, Աթենքի փողոցը Բրազիլիայի հրապարակով դեպի Ախտանակի կամուրջ եկող հատվածը, Կորյուն փողոցը դեպի Մատենադարան գնացող հատվածը, Սարալանջը, այս հատվածում եւս երթևեկությունը ծանրաբեռնված է։ Հուսով ենք, որ օրը թեթև կանցնի ձեզ համար եւ ծանրաբեռնված կլինեն, այսինքն ավելի լավ կլինի, որ ճանապարհները նույնպես թեթևանան, բայց հուսանք, որ այսօրվա միակ ծանրաբեռնվածությունը հենց դրանք կլինեն առավոտ կանող, իսկ օրվա մնացած մասը կանցնի թեթև եւ միայն բարձր տրամադրությամբ։ Եվ նաեւ տեսնենք ունենք նոր մեկնաբանություններ մեր ռադիոլսողներին հրաժեշտ տալուց առաջ Facebook-յան հարթակի բոլոր մեկնաբանությունները կարդացել ենք, ձեզ անպայման հիշեցնում ենք, որ մեր ուղիղ եթերները հեռարձակվում են նաև մեր սեփական տիրույթում radio.am կայքում, այնպես որ անպայման մեր կայք այցելեք, նաև այդտեղ կգտնեք թարմ լրահոս ռադիոլուրի մեր գործընկերներից, որոնք ի դեպ ճշտված օբյեկտիվ լրատվություն ներկայացնում են յուրաքանչյուր ժամագլխին հանրայինի ուղիղ եթերում։ Իսկ առավոտը ձեզ համար փորձեցին դրական լիցքերով ապահովել Սևակ Հակոբյանն ու Վեգա Անդրեասյանը, շարունակեք մնալ Հանրային ռադիոյի հետ։ Ես մեր տեխնիկական անձնակազմին խնդրում եմ հիմա պատրաստվել, որովհետև չի աշխատում իմ մկնիկը եւ հիմա ստիպված ենք եթերը ավարտել, հաջողություն ենք մաղթում այսօր բոլորիդ նման կիքսերից զերծոր ենք մաղթում եւ շնորհակալ ենք մեր գործընկերներին համագործակցության համար։ Լավ մնացեք։ Բարի լույս եւս մեկ անգամ։